այդ համաշխարհային լրբեր։ 500,000 սարքեն, որ ամեն համբալ չգա կայնիստե։ Ծանոթացեք, այս մարդիկ մեր երկրի այսօրվա կառավարիչների ծնողներն են։ Ասում են, որ երեխաները տան հայելին են եւ դժվար թե Հայաստանն այսօրվան հասցնողներն ավելի պարկեշտ վարքագիծ ունեցողների ընտանիքներից դուրս գային։ Մեր ազգային արժեհամակարգի հիմքում ընտանիքն է, ընտանեկան վարքերն ու բարքերը, որտեղ միշտ բացառված են եղել օրինակ, կնոջ այսպես ասած բազար անելը, միջնամատ ցույց տալը, թքելը, բայց այս իշխանությունների պարագայում բոլոր կարևոր արժեքների վրա կարծես կարմիրով խաչ է արվել։ Սրանք նորմալիզացրել են հայհոյելը, թքելը, մարդկանց վիրավորելը, պիտակավորելը եւ վերջում անպատիժ մնալը։ Եկեք հերթով ներկայացնենք, թե Հայաստանում կարևոր պաշտոններ ներկայացնողների ծնողները ովքեր են եւ ինչ դաստիարակություն ու արժեքներ են տվել իրենց երեխաներին։ Թեմային անդրադառնանք ըստ կոնկրետ դեպքերի, որ հետո զրպարտության մեջ չմեղադրեն։ Սաղ բարնում եք ինքնի բարերի, որտեղ շփկություն է սաղ Երևանի լրբերի։ Քո տղան ազգի դավաճան է։ Քո տղան ազգի դավաճանների հետ կոալիցիա կազմած ղեկավարությունից է։ Ինչ է, դա քո մարդը քո հետ ինչ արել։ Ով ես քեզ արեցի։ Ազգային ժողովի падգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրն է։ Օրեր առաջ վեճի է բռնվել Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդների հետ, վիրավորել նրանց ու փորձել ձեռնափայտով հարվածել։ Երևի կհիշեք, որդի Ալեքսանյանի վարքագիծը ազգային ժողովում։ Նա էլ սիրում է անտեղի վիրավորանքներ հասցնել ընդդիմադիր քաղաքական գործիչներին կամ նրանց մասին տեղեկություններ հրապարակել, որոնք հերքվում են եւ այդպես էլ ապացույցներ չեն ունենում։ Հաջորդ դրվագով անդրադառնանք քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը, ով կարմիր գծերի թանկ արժեքներին անդրադառնալիս վիրավորել էր Opel Magnish-ի մեքենաների վարորդներին։ 500,000 սարքեն, որ ամեն համբալ չգա կայնիստե։ Ամեն իրա գեղի Opel-ով։ Հիշեցնենք, այս մարդիկ, որ հիմա Opel-ի վարորդներին են վիրավորում, պիտակավորում եւ նսեմացնում, ժամանակին այսպես կոչված հեղափոխությունը հենց այդ մարդկանց միջոցով են արել ու եկել դարձել իշխանավորներ։ Մյուս դեպքը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոր մասին է։ Նա հայտնի դարձավ թքելով ու մատ ցույց տալով։ Բողոքի ակցիայի ժամանակ պատշգամբից թքել էր երթի դուրս եկած քաղաքացիների վրա։ Թքելուց հետ չի մնացել նաև հենց Ալեն Սիմոնյանը։ Նա կասկադում թքել էր ազգությամբ հայ կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա։ Ուրեմն ինձ բռնել էին 3 հոգով կամ 2 հոգով եւ ազգային ժողովի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը ինձ մոտեցավ։ Երեսից թքեց Հայաստանի ազգային ժողովի նախագահը իր հայրենակցի երեսին թքեց։ Ինչպես տեսնում եք, բոլոր դեպքերում այսօր մեր երկրի ղեկին նստածները մեկին մեկ արտացոլում են իրենց ծնողների դեմքը։ Երևի ինչ տեսել են, այն էլ սովորել են։ Այս ընթացքում երևի միակ մարդը, ում վարքագիծը չի համընկել իր ծնողի կարծիքին ու վարքագծին, Փաշինյանն է։ Գուցե չհիշեք, բայց Փաշինյանի հայրն իր որդու մասին խոսելիս խնդրում էր ավելի խելացի եւ իմաստուն մարդու ընտրել վարչապետ։ Երևի այն ժամանակ պետք էր լսել Փաշինյանի հորը։ Ի վերջո, ով ավելի լավ կիմանար իր որդուն, որդու արժեքները, քան հենց ինքը։ Отцовский я советовал бы, может, еще умнее, мудрее кандидаты есть. Пусть они выдвигаются. Я думаю, что среди нашего народа очень многих умных, образованных людей. Кого народ выберет, пусть тот и будет. Այս կադրերից հետո երևի զարմանալ պետք չէ, թե ինչ օրի է հասել մեր երկիրը։ Դժվար թե նմանատիպ վարքագիծ ունեցող մարդկանց ընտանիքներից արժեհամակարգ ունեցող երեխաներ դուրս գային ու այսօր էլ ղեկավարեին մեր պետությունը։ Ինչպես ասում են, պտուղը ծառից հեռու չի ընկնում։